պետական խորհրդանիշների հանդեպ ուշադրությունը եւ դրանց միասնական ստանդարտը կառավարության առաջնահերթ գործունեության ուղղություններից է եւ նախորդ տարի Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին օրենքում կատարվեցին փոփոխություններ եւ լրացումներ, որոնք ուղղված էին հենց այդ միասնական ստանդարտի սահմանմանը։ Դրանից հետո տեղի ունեցավ օրհներգի երկար եւ կարճ տարբերակներով պաշտոնական ձայնագրությունների ստեղծումը, որոնք տեղադրվեցին կառավարության եւ նաեւ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կայքում հասանելի դառնալով տարբեր կառույցներին, ինչպես նաեւ քաղաքացիներին օրենքով սահմանված ընթացակարգերի պարագայում կիրառման համար եւ այժմ ամփոփելով այս աշխատանքը ներկայացրել ենք օրհներգի կատարման կարգը, որը հստակ սահմանում է թե երբ, որտեղ եւ ինչ տարբերակով պետք է հնչի Հայաստանի Հանրապետության օրհներգը, որպեսզի ստանդարտի կիրառումը նույնպես ունենա միանշանակ ձևակերպում եւ դրանից հետո էլ միանշանակ գործածում։ Ըստ էության կարող ենք նշել, որ օրհներգի կատարման կարգը պարտադիր է դարձնում պետական միջոցառումների ժամանակ օրհներգի կենդանի կատարումը եւ սա նշանակում է, որ ցանկացած միջոցառումներ, որոնք պլանավորվում են պետական կառույցների կողմից, առավել եւս երբ որ խոսում ենք արարողակարգային միջոցառումների ժամանակ, ապա պետք է նախապես պլանավորել եւ ապահովել օրհներգի կենդանի կատարման հնարավորությունը, որը կարող է լինել նվագախմբային եւ երգչախմբային կամ երգչախմբային տարբերակներով։ Կարգավորվում են նաև բոլոր այն դեպքերը, երբ որ օրհներգը կարող է հնչել նաև այլ ոչ պետական կազմակերպությունների եւ այլ անձանց կողմից անցկացվող հանդիսավոր արարողությունների եւ միջոցառումների սկզբում, եւ այստեղ կենդանի կատարումը բնականաբար նույնպես դիտարկվում է, բայց ձայնագրությունների պարագայում պարտադիր է կիրառել այն պաշտոնական ձայնագրությունները, որոնք ինչպես արդեն նշեցի, հասանելի են։ Հատուկ պետք է ուշադրություն հրավիրեմ ուսումնական հաստատություններում օրհներգի կատարման կարգի վրա, մասնավորապես օրենքը արդեն իսկ սահմանում է, որ մանկապարտեզներում, դպրոցներում եւ քոլեջներում ուսումնական շաբաթվա սկզբին օրհներգը պետք է հնչի։ Օրհներգի կատարման կարգով հստակեցվում է, որ օրհներգը պետք է կատարվի հաստատության սաների կենդանի ձայնակցությամբ, այսինքն մենք պարտադիր ենք դարձնում, որպեսզի օրհներգի կատարումը ներառի նաև բոլոր անձանց, ովքեր ներգրավված են եւ սա ունի շատ կոնկրետ նպատակ, որպեսզի պետական կարևորագույն խորհրդանիշը, ինչպիսին օրհներգն է, դառնա կրթական ամենացածր օղակից, երեխաների ամենաառաջին գիտելիքներից մեկը, որ ստանում են եւ ոչ թե ուղղակի տեքստ կամ երաժշտություն, որ լսում են, այլ նաեւ իրենց կողմից կատարվող մի ծես, որը դառնում է նաև պետության գիտակցման եւ պետականության զգացման ամրապնդման շատ կարեւոր ուղենիշ։ Կարգավորվում է նաև օրհներգի պարագայում ունկնդրողների կամ ձայնակցողների պահվածքը, մասնավորապես որպես կանոն պետք է հոտնկայս իրականացնել օրհներգի ունկնդրումը կամ ձայնակցումը, աջ ձեռքը կրծքին դրված, իհարկե օբյեկտիվ անհնարինության դեպքում պարզ է, որ այս ուրեմն պահանջը չի դիտարկվում, ինչպես օրինակ ֆիզիկական սահմանափակումների դեպքում եւ օբյեկտիվ այլ անհնարինության դեպքում։